Դարեր առաջ այս հողի վրա Արտաշես արքան հանուն իր ժողովրդի եւ հանուն ալանած չքնաղ արքայադուստր Սաթենիկի հանդեպ տածած սիրո հիմնադրեց հայոց մայրաքաղաք Արտաշատը։ Այսօր դարեր անց պատմությունը կրկին արթնանում է այստեղ, Արտաշատի թատրոնի բեմում։ Բայց այն, ինչ տեսնում ենք այս դահլիճում, միայն պատմության վերարտադրություն չէ։ Սա մշակութային իսկական փոթորիկ է, որն իր հետ բերել է Արտաշատի թատրոնի նոր ոսկեդարը։ Այսօր Արտաշատի թատրոնը ապրում է իր հզորագույն վերածնունդը եւ այս զարթոնքն ունի հստակ մեկնակետ։ Այն պահը, երբ թատրոնի ղեկը ստանձնեց տնօրեն Կամո Նաղդալյանը, ով իր մշակույթի հանդեպ անսահման նվիրումով վերակերտում է թատրոնի հոգեվոր շենքը։ Արտաշատի թատրոնը կրկին դարձնելով տարածաշրջանի ամենակարևոր մշակութային երակը, որտեղ դահլիճներն այլևս երբեք դատարկ չեն մնում։ Այս հաջողության անբաժան մասն է կազմում թատրոնի ողջ անձնակազմի անմնացորդ նվիրվածությունն ու ամենօրյա տքնաջան աշխատանքը։ Այսօր մեր թատրոնում տոնական օր է, երկար սպասված առաջնախաղ է։ Այս առաջնախաղին մենք պատրաստվել ենք մի քանի տարի եւ մեր համար օրակարգային է ներկայացում ունենալ նվիրված քաղաքամայր պատմական Արտաշատի հազորագույն արքա եւ հիմնադիր Արտաշես արքային։ Բեմում Արտաշես արքայի սիրո պատմությունն է, նյութը վերցել ենք Մովսես Խորենացու Արտաշես եւ Սաթենիկ լեգենդից։ Ուզում եմ ուրախությամբ տեղեկացնել, որ ներկայացման իր մեծ աջակցությունն է ունեցել նաև Արտաշատի համայնքապետարանը։ Այսօրվա ներկայացում իրականացվել է համայնքապետարանի համաֆինանսավորմամբ։ Վստահ եմ, որ մեր արտաշատցիները շատ կսիրեն ներկայացումը եւ այս ներկայացումը համոզված եմ, որ կդառնա մեր թատրոնի եւ մեր քաղաքի այցեքարտերից մեկը։ Եվ պատահական չէ, որ թատրոնի զարթոնքը համընկել է քաղաքամայր Արտաշատի զարթոնքի հետ։ Այսօր Արտաշատ քաղաքը նույնպես ապրում է իր վերելքը։ Մշակութային եւ քաղաքային կյանքը ստացել է նոր լիցքեր, նոր շունչ եւ նոր հեռանկարներ։ Համայնքի ղեկավար Կարլեն Մկրտչյանի նախաձեռնությամբ համայնքապետարանը համաֆինանսավորեց Արտաշես եւ Սաթենիկ պիեսի ստեղծումը։ Առաջնախաղի օրն իսկական տոն էր։ Օրը մեկնարկեց հատուկ այցով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը, համայնքի ղեկավար Կարլեն Մկրտչյանի, Արարատի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանի եւ արտաշատցի վաստակավոր գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանի ուղեկցությամբ նախ այցելեցին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն։ Այստեղ հյուրերը հիացան մեծ դահլիճի պատերը զարդարող գեղանկարչի հեղինակած որմնանկարներով, որոնք նվիրված են Արտաշատի հիմնադրմանը։ Այս գեղագիտական նախերգանքից անմիջապես հետո բոլորն ուղևորվեցին դեպի թատրոն, վայելելու սպասված պրեմիերան։ Բացվում է վարագույրը եւ հանդիսատեսն ակամայից հայտնվում է հազարամյակների խորքում։ Մեմի դեկորացիաները վեհաշուկ, նրբաճաշակ ու խորհրդավոր կատարելապես համահունչ են պատմական դարաշրջանին։ Լուսային եւ տարածական շքեղ լուծումներն այնպիսի միջավայր են ստեղծել, որտեղ անգամ օդն է շնչում հնագույն քաղաքի հիմնադրման ոգով։ Այս ազդեցիկ մթնոլորտում դերասանների արտահայտիչ եւ հուզական խաղը, հատկապես Արտաշեսի եւ Սաթենիկի դերերում հանդես եկող Հայկ Սարգսյանի եւ Աննա Մկրտչյանի փայլուն կատարումները հանդիսատեսին պահում են շնչակտուր, պարգևելով բուռն ու անդադար ծափահարություններ։ Բեմադրությունը, որն իր մեջ կրում է վեհանձնության, խաղաղության եւ միասնականության ուղերձներ, խորը հետք թողեց ներկաների հոգում։ Ներկայացման ավարտին թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը իր երախտագիտությունը հայտնեց ստեղծագործական թիմին հսկայական աշխատանքի համար եւ հատուկ շնորհակալություն հղեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, Արտաշատ համայնքի ղեկավարին եւ համայնքապետարանին ցուցաբերած վստահության եւ աջակցության համար, ինչն էլ հնարավոր դարձրեց այս նախագծի իրագործումը։ Փոխնախարար Դանիել Դանիելյանը իր հերթին բարձր գնահատեց ներկայացումը, այն որակելով որպես կարևորագույն մշակութային իրադարձություն եւ փաստելով Արտաշատում մշակույթը սիրված է, արժևորված, իսկ թատրոնի ապագան լուսավոր։ Այսօր մեր թատրոնի բեմում կենթանացավ հայոց պատմության ամենագեղեցիկ ճգնաղ սիրո պատմություններից մեկը, կատարողների թատերական ներկայացումով հիացած եմ, կային խոսքեր, որ այսպես դաջվեցին սրտից, շնորհակալ եմ, ժամանակը լիարժեք ստացված էր եւ ամբողջ պատմությունը ամփոփված էր, թող այս ներկայացումները դիտեն Արտաշատ քաղաքի եւ հարակից շրջանների բոլոր դպրոցահասակները ավելի պատմությունը, մշակույթը եւ արժեքները ավելի լավ սերտելու եւ ձևավորելու համար։ Տպավորությունները աննկարագրելի էին, հատկապես երբ որ առաջին անգամ ես դու մասնակից լինում պրեմիերային, դա մի յուրովին զգացողություն է, որը ինչպես նկարագրեմ, որ
Աննկարագրելի է, անգամ բառեր չեմ գտնում այն արտահայտելու։ Դերասանները շատ հետաքրքիր ձևով, շատ անմիջական եւ Արտաշեսյան դինաստիային բնորոշ իրենց հաղթական, իրենց համառությամբ եւ Արտաշատ քաղաքի հիմնադրյալների Արտաշեսյան դինաստիայի ամբողջ ոգին այստեղ երևաց։ Այստեղ ոչ միայն հաղթանակն է, այլ իսկապես հայկականության հաղթանակն է։ Այստեղ թագավորության հաղթանակն է եւ նաեւ հայ ժողովրդի հավերժության հաղթանակն է։ Իրականում շատ պատասխանատու ու շատ մեծ աշխատանք է արվել, որովհետև հենց Արտաշատի թատրոնում բեմադրվում է Արտաշես եւ Սաթենիկ պիեսը։ Պիեսի վրա երկար ենք աշխատել ու ասում եմ աշխատել ենք, որովհետև այո, բոլորը անխտիր իրենց թեկուզ մեծ փոքր ներդրումն են ունեցել, որ մենք ունենանք այս պիեսը։ Ես այսօր անսահման ուրախ եմ, որ այն պիեսը, որի վերնագրից վերև գրված է Նարեկ Մանուչարյան, այդ պիեսը բեմ է բարձրացել ու այդ պիեսը որպես ներկայացում արդեն ապրելու է ու մեծագույն շնորհակալությունս Ամո Խարազյանի անվան թատրոնին, որ կարողացան այս հետաքրքիր գործը բեմ բարձրացնել, Կամոյին Նաղդալյան շնորհակալությունս ու Սամսոնին Մովսիսյան, որ այսքան սիրուն բեմադրեց ու այս բոլոր անցումները, այս հետաքրքիր լուծումները կարողացավ տեղ հասցնել ու պիեսը նոր շունչ ստացավ, նոր կյանք ստացավ ու այդ միայն ուրախացնում է ինձ։ Շնորհակալ եմ։